Ամերիկյան 1945 հրատարակության տվյալներով ԱՄՆ ռազմածովային ուժերը զորավարժությունների ժամանակ խորտակել են իրենց նավերը, որպես նախազգուշացում Ռուսաստանին և Չինաստանին։ Լրագրողների խոսքով ԱՄՆ զինված ուժերը զորավարժություններն օգտագործում են ուսումնասիրելու, թե ինչպես են վնասվում իրական նավերը և ինչպես են գործում զենքերը իրական պայմաններում կրակելիս։ Մասնավորապես, նավաստիները տվյալներ են հավաքում այն վնասի չափի մասին, որին նավի կորպուսը կարող է դիմակայել խորտակվելուց առաջ։ Ռազմածովային ուժերը շատ դասեր են քաղում այս զորավարժություններից, նշվում է հոդվածում։ Միացյալ Նահանգները ոչ մեկին չի ստիպում կնքել խաղաղության համաձայնագիր Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով Վաշինգտոնը շահագրգռված է ռուս-ուկրաինական պատերազմի ավարտով և պատրաստ է ամեն ջանք գործադրել այդ նպատակին հասնելու համար։ Ավելին, Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները աշխարհում միակ երկիրն է, որը կարող է երկու կողմերին բերել բանակցային սեղանի շուրջ։ Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց Եվրոպայի ոչ մի երկիր չի կարողացել դա անել, ասել է Ռուբիոն։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կարծում է, այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր և պետք է հնարավորինս շուտ ավարտվի։ ԱՄՆ-ն չպետք է թույլ տար, որ սպառազինությունների վերահսկման իրավիճակը ձգձգվի մինչև ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրի ժամկետի ավարտը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ կազմակերպված միջոցառմանը։ Նա հիշեցրել է, որ Բարակ Օբամայի նախագահության օրոք ստորագրված պայմանագիրը լուրջ ջանքեր միջուկային զսպման ուղղությամբ։ Նախկին պետքարտուղարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը առաջարկել էր պայմանագրի դրույթները երկարաձգել 1 տարով։ Դրա ժամկետի ավարտից հետո, սակայն ԱՄՆ-ն հրաժարվել է։ Քլինթոնը նաև նշել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմի դիրքորոշումն այն է, որ Չինաստանը և միջուկային զենք ունեցող այլ երկրները պետք է ներգրավվեն բանակցություններում։ Նա ընդգծել է, որ դա կամրապնդի ցանկացած հնարավոր համաձայնագիր, սակայն Ռուսաստանի հետ START պայմանագրի ժամկետի ավարտի համատեքստում դա մտահոգություններ է առաջացնում։ Գերմանական թերթի փոխանցմամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կապված ամոթալի միջադեպը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ընդգծում է Փարիզի և Բեռլինի միջև հարաբերություններում խորը ճգնաժամը։ Թերթի հոդվածի համաձայն Եվրոպան շփոթված տեսք ունի Մյունխենում 3 օր անցկացնելուց հետո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նվաստացնում են Ֆրանսիայի առաջնորդին համաժողովի շրջանակներում։ Մակրոնը մոտենում է երկու քաղաքական գործիչներին, որոնք անտեսում են Ֆրանսիայի նախագահին։ Մյունխենի անվտանգության համաժողովը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև ձևավորված ավանդական համագործակցությունը լուրջ ճգնաժամի մեջ է։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Հրապարակման մեջ նշվում է, որ թեև տրանսատլանտյան դաշինքը շարունակում է գործել, սակայն տասնամյակներով գոյություն ունեցող քաղաքական համաձայնությունը այլևս նույն ձևով չի գործում։ Կողմերը չունեն միասնական պատկերացում, թե ինչպես պետք է զարգանան հարաբերությունները ապագայում։ Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյան ևս ընդգծել է, որ նախկին ձևաչափով համագործակցությունը դժվար է շարունակել, իսկ եվրոպական ընկերություններից մեկի ղեկավարի կարծիքով վստահության վերականգնումը կարող է երկար ժամանակ պահանջել։ Այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցել են ավելի քան 50 երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում եվրոպական պետությունների առաջնորդներ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Չինաստանի արտգործնախարար Վան Ին և ԱՄՆ պատվիրակությունը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ։ Ռուսաստանը միջոցառմանը չի հրավիրվում 2022 թվականից ի վեր։ Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման, այս մասին հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Ավելի վաղ Բաքվում կազմակերպված այս շինծու դատական նիստին խոսքը տրվել էր պաշտպանական կողմին։ Պաշտպանական կողմի ելույթից, այդ թվում Վարդանյանի եզրափակիչ խոսքից հետո նախագահող դատավոր Զեյնալ Ագաևը հարցրել է դատավարության կողմերին, թե արդյոք նրանք մտադիր են դատավարությունից հետո ներկայացնել դատարանի վերջնական որոշման նախնական տարբերակը։ Դրանից հետո նախագահող դատավորը հայտարարել է դատավարության ավարտի մասին և հեռացել խորհրդակցական սենյակ։ Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է շինծու դատավարություն ուղղված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամների և այլ հայ գերիների դեմ։
Հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ մի խումբ հավատավորներ նախաձեռնել են ստորագրահավաքի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու։ Եկեղեցուն աջակցող հրամանագրով մասնավորապես ստորագրահավաքի նախաձեռնողներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործողությունների վերաբերյալ, որը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել եւ պառակտել Հայ առաքելական եկեղեցուն։ Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող բոլոր հայերին համախմբվել Հայ առաքելական եկեղեցու եւ Գարեգին Բահամենայն Հայոց կաթողիկոսի շուրջ միասին պաշտպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, պաշտպանել Հայաստանում հավատացյալների իրավունքները եւ ժողովրդավարության հիմքերը։ Փետրվարի 14-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ նրա ելքը երկրից արգելվել է։ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելու գործը հսկող դատախազը Խաչատուր Գալստյանն է, որը նախկինում աշխատել է քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում որպես քննիչ։ ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն ուղերձ է հղել, նշելով, որ անվերապահորեն վստահում է Լևոն Բաղդասարյանին։ Լևոն Բաղդասարյանն իմ նախընտրական գլխավոր շտաբի պետն է, նա մանդատ չի վաճառում, ասել է Ղուկասյանը։ Մոսկվայի դատարանը դոսի լրագրող Եկատերինա Կոտրիկաձեին հեռակակարգով դատապարտել է 8 տարվա ազատազրկման, ՌՊԿ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, այս լրագրողը նախորդին հարցազրույց էր վերցրել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից։ Ալեն Սիմոնյանը հարցազրույցի ընթացքում ի թիվս այլ թեմաների անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է Կուրսկի շրջանի ազատագրմանը մասնակցած ԿԺԴՀ զինվորների պատվին կառուցված Սայեբյոլ փողոցի հիմնարկեքի արարողությանը, հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով Փհենյանում տեղի է ունեցել Կուրսկի շրջանի ազատագրմանը մասնակցած Կորեայի ժողովրդական բանակի զինվորների պատվին կառուցված Սայեբյոլ կորեերենից թարգմանաբար նշանակում է նոր աստղ, անունով փողոցի հիմնարկեքի արարողությունը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Եվրոպան ի վիճակի չէ պաշտպանվել առանց ամերիկյան միջուկային վահանի, կոչ անելով դադարեցնել ՆԱՏՕ-ի միասնության մասին բանավեճը։ Ես խորապես հույս ունեմ, որ մենք ավարտենք այս բանավեճը, որ մենք կդադարենք կասկածի տակ դնել ՆԱՏՕ-ի դաշինքը եւ դրա միասնությունը։ Վաշինգտոնում ոչ ոք դա կասկածի տակ չի դնում։ Առանց ԱՄՆ միջուկային վահանի մենք ի վիճակի չենք պաշտպանվել։ Սա է պարզ իրականությունը, ասել է նախարարը չհամաձայնվելով հարցազրույց վարողի այն կարծիքի հետ, որ ԱՄՆ-ն աստիճանաբար դուրս է գալիս դաշինքից։ Նախարարը նշել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ից հասցնելու իր պարտավորության կատարման վրա։ Մենք այս մասին համաձայնության եկանք անցյալ տարի Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում, Հաագայում։ Մենք Գերմանիայում դա իրականացնում ենք, ընդգծել է քաղաքական գործիչը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խելագարություն է համարում Չինաստանի հետ հարաբերություններից հնարավոր խզումը, հաշվի առնելով նրա տնտեսական եւ ռազմական ներուժը։ Դա աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն է, այն ունի միջուկային զենք։ Խելագարություն կլինի, անհավանական, որ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը չպահպանեն հարաբերությունները եւ չհամագործակցեն միմյանց հետ, ասել է նա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը չի պահանջում, որ մյուս երկրները մեկուսանան Պեկինից եւ մտադիր է կարգավորել Չինաստանի հետ առկա տարաձայնությունները, հիմնվելով ազգային շահերի վրա։ Նա հայտնել է, որ մեկ տնտեսության վրա չափազանց կախվածությունը, հատկապես կարևոր մարտավարական շղթաներում, լավ գաղափար չէ եւ հետեւաբար ԱՄՆ-ն պաշտպանում է դիվերսիֆիկացիան։ Պետքարտուղարը նաեւ նշել է, որ երկու կողմերն նախկինում փոխըմբռնման են հասել Պեկինի հետ մի շարք առևտրային հարցերի շուրջ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտնել է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ընդունել է քննության Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին փաստաբան Իրինա Դանիելյանի կողմից ներկայացված գանգատը եւ այն պաշտոնապես հաղորդել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պահանջելով ներկայացնել դիրքորոշում։ Պաշտպանական խմբի հայտարարության մեջ ասված է. գանգատը վերաբերում է կալանքի
իրավաչափությանը, տևողության հիմնավորվածությանը, դատարանների որոշումների պատճառաբանվածությանը, իրավական որոշակիության եւ կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։ Դավիթ Տոնոյանը շուրջ 3 տարի գտնվել է կալանքի տակ։ Սույն փուլում քննությունը վերաբերում է բացառապես կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին եւ չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաեւ չի կանխորոշում դատավարության արդյունքը։ Իդեպ հարկ ենք համարում հատուկ շեշտել նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը նույնպես վարույթ է ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք, սակայն արդեն 1 տարուց ավելի է, ինչ հիշյալ վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվել։ Դատական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, ասված է հայտարարության մեջ։ Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցություններ չեն վարել դիվանագիտական հարաբերությունների կամ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ։ Հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ալեքսեյ Օվերչուկը փետրվարի 12-ին հայտարարել էր, որ քննարկվում է Ռուսաստանի եւ Վրաստանի միջև Աբխազիայի միջոցով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը։ Մենք այս կապակցությամբ որևէ կապ չենք ունեցել։ Եթե այս առումով որևէ նոր բան ի հայտ գա, մենք ինքներս կտրամադրենք համապատասխան տեղեկատվությունը հանրությանը, հայտարարել է Կոբախիձեն, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք վրացական կողմը ոչ պաշտոնական կապ է ունեցել ռուսական կողմի հետ դիվանագիտական հարաբերությունների կամ երկաթուղային կապի վերականգնման վերաբերյալ։ Ռուսաստանը եւ Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Երկխոսությունը պահպանվել է Ժնևում Անդրկովկասի վերաբերյալ քննարկումների շրջանակներում։ Դիվանագիտական հարաբերությունները խզվել են Վրաստանի կողմից այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանությունը 2008 թվականի օգոստոսի 26-ին։ Թբիլիսին չի ճանաչում այս հանրապետությունների ինքնիշխանությունը, դրանք համարելով օկուպացված տարածքներ։ Լիազորությունները դադարեցնելուց հետո ՍԴ նախագահը առաջադրող սուբյեկտին տեղեկացնում է այդ մասին։ Առաջադրող սուբյեկտները 3-ն են հերթականությամբ ԱԺ-ն, դատավորների ընդհանուր ժողովը եւ հանրապետության նախագահը։ Հիմա հերթը նախագահինն է։ Սահմանադրական դատարանի արտաքին հարաբերությունների բաժնից հայտնել են, որ փետրվարի 13-ին Սահմանադրական դատարանի նախագահը տեղեկացրել է հանրապետության նախագահին Սահմանադրական դատարանի դատավորի թափուր հաստիքի առկայության մասին։ Նախագահը 1 ամսվա ընթացքում պետք է թեկնածու առաջադրի խորհրդարանին։ Դատախազությունն այսօր տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը փետրվարի 12-ին մերժել է վարույթ ընդունել ներկայացված բողոքները, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ։ Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են նրա վերաբերյալ մեղադրական դատավճիռի հիմքով։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին 2 դրվագով մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար եւ նրան ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով։ 2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել $2,403,600 ապրանքներ։ Այս մասին հաղորդել է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը հղում անելով պետական մաքսային կոմիտեին։ Տեղեկատվության համաձայն սա կազմել է Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 11%-ը։ Ադրբեջանը նաև սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստան անցյալ տարի։ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը աշխարհը կդարձնի ավելի լավ վայր, եւ դրա շարունակությունը ոչ մեկին օգուտ չի բերի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մենք կշարունակենք անել մեր ուժերի սահմաններում ամեն ինչ, փորձելով վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։ Եվ եթե մենք հաջողության հասնենք, կարծում եմ աշխարհն ավելի լավ վայր կլինի։ Եվ եթե մենք ձախողվենք, ապա ցավոք ոչ մեկին դա օգուտ չի բերի, ասել է Ռուբիոն։ Ուկրաինան չի կրկնի 2014 թվականի սխալը եւ պարզապես տարածք չի հանձնի Ռուսաստանին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Ուկրաինայի 2014 թվականի սկզբին ձեռնարկված գործողությունները մեծ սխալ էին հենց սկզբից։ Նա կրկնել է, որ Ռուսաստանը կարող է կանգնեցվել միայն ճնշման եւ ուժի միջոցով։ Այսինքն դուք չեք կարող կանգնեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համբույրներով կամ նմանատիպ բաներով, ծաղիկներով։ Իմ խորհուրդն է բոլորին չանել դա Պուտինի հետ, հակառակ դեպքում դա կլինի առաջին քայլը։ Այնուհետև 5 տարվա ընթացքում նա կթարմացնի իր բանակը, կավելացնի զինվորների թիվը եւ նրա բանակը լավ պատրաստված կլինի, ասել է Զելենսկին։ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։
փորձելով հասնել համաձայնության, որը տնտեսական օգուտներ կբերի երկու կողմերին։ Reuters-ի փոխանցմամբ Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության գծով ներկայացուցիչ Համիդ Ղամբարին նշել է, որ բանակցությունների օրակարգում ներառված են նավթագազային համատեղ նախագծերը, հանքարդյունաբերական ներդրումները եւ նույնիսկ օդանավերի գնման հնարավոր գործարքները։ Բանակցությունների հերթական փուլը նախատեսված է Ժնևում, որտեղ Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Օմանի միջնորդությամբ։ Իրանը նաև ակնարկել է, որ պատրաստ է որոշակի փոխզիջումների միջուկային ծրագրի հարցում, պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Միևնույն ժամանակ Թեհրանը շարունակում է պնդել, որ չի հրաժարվի ուրանի հարստացման հնարավորությունից, որը նախկին բանակցություններում հիմնական տարաձայնություններից մեկն էր։ Վաշինգտոնը իր հերթին հայտարարել է, որ նախընտրում է դիվանագիտական լուծում, սակայն միաժամանակ ուժեղացնում է ռազմական եւ տնտեսական ճնշումը Իրանի վրա։ ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ բանակցությունների ձախողման դեպքում չեն բացառվում նոր ռազմական գործողությունները, իսկ Սպիտակ տունը քննարկում է նաև Իրանի նավթի արտահանման սահմանափակման հնարավորությունը, ինչը կարող է լրջորեն ազդել երկրի եկամուտների վրա։ Ուկրաինայի Գերագույն ռադայի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին հայտարարել է, որ Մոսկվայի նկատմամբ կոշտ քաղաքականություն վարող որոշ ուժեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, նրա բնական ռեսուրսներին հասանելիություն ստանալու նպատակով։ Падգամավորի խոսքով Արևմուտքում իր գնահատմամբ մեծ ֆինանսական միջոցներ են ներդրվում նման ռազմավարությունների մեջ։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հակամարտության ավարտին միտված քայլերը կարող են խոչընդոտել այդ ծրագրերին։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի շուրջ քաղաքական հակասությունները կապված են ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական շահերի հետ։ Բարերար ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը վերածվել է քաղաքական նահատակության խորհրդանիշի։ Եվրամեդիա 24-ի եթերում հայտարարել է միջազգային իրավաբան Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը քրեական հետապնդման է ենթարկվում հարցազրույցի ժամանակ եկեղեցու պաշտպանության նպատակով արված կարճ հայտարարության համար, որն իրավապահները համարել են իբրև իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ։ 2025 թվականի հունիսի 18-ին նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ, խիստ սահմանափակումների ներքո։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամը Եվրամեդիա 24-ի եթերում հայտարարել է. Ես պաշտպանության թիմի անդամ եմ, ես հանդես եմ եկել դատարանում, ինձ համար մեծ պատիվ է պաշտպանել պարոն Կարապետյանի շահերը, իրավական առումով այստեղ որևէ գործ գոյություն չունի, թղթի վրա գուցե ինչ-որ բան ձևակերպված է, բայց իրավունքի տեսանկյունից գործ պարզապես չկա, մարդուն ձերբակալում են հոր մահվան 40-րդ օրվա տարելիցին, նրան ձերբակալում են արված միանգամայն անվնաս հայտարարության համար, եւ դուք երկրի ամենահայտնի բարերարին ու գործարարին ձերբակալում եք ու 7 ամիս պահում կալանքի տակ, լուրջ եք ասում, որ երկրում է նման բան տեղի ունենում, սա պարզապես շոկային է, Փառք Աստծո նա հիմա տանն է, ընտանիքի հետ, բայց շարունակում է գտնվել ամենախիստ սահմանափակումների տակ, ասես հասարակության համար որևէ վտանգ ներկայացնող անձ լինի, այս մարդը ով կառուցել է հիվանդանոցներ, դպրոցներ, եկեղեցիներ, կատարել է անհավանական բարեգործություններ, կառավարության կողմից ենթարկվում է ամենաանպատշաճ վերաբերմունքի եւ փաստացի վերածվում է քաղաքական նահատակության խորհրդանիշի, սա անընդունելի է, նշել է Ամստերդամը։ Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները Արշակ Սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով, այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ 3 տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են Սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։ Փորձագետները ի թիվս այլնի հանգել են հետևյալ եզրակացությունների. տեսագրության բովանդակությունը կեղծ է եւ ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ, տեսարաններն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել, տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնար է։ Առկա են նաև այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին։ Մոտակա օրերին կհրավիրեմ ասուլիս միջազգային փորձագիտական եզրակացությունները հանրությանը ներկայացնելու եւ դրանց մանրամասները հրապարակելու նպատակով, նշել է Արսեն Բաբայանը։
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։ Այս մասին հայտնել է օրեր առաջ կայացած հայ-ադրբեջանական կլոր սեղանի հայկական կողմի ներկայացուցիչ Նարեկ Մինասյանը։ Հաշվի առնելով, որ նախորդ Ադրբեջանի տարածքում էր ամենայն հավանականությամբ հաջորդ հանդիպումը կլինի Հայաստանում։ Արցախի հայաթափման ժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի անունով բանկային հաշիվները։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները, որի հետևանքով մինչև այսօր հնարավոր չէ վճարել ավելի քան 22,000 աշխատողների չվճարված աշխատավարձը, վերջնահաշվարկները եւ արձակման նպաստները։ Հայտարարությունում նաեւ ասվում է, որ խնդիրը բազմիցս ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, սակայն մինչ օրս որևէ լուծում չկա։ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն 2023 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկները եւ ազատման նպաստները կազմել են ավելի քան 5 միլիարդ դրամ, իսկ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձը ավելի քան 550 միլիոն դրամ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում բարձրացվել է նաև նախակրթարանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ոլորտում առկա աշխատավարձերի մակարդակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Նրա խոսքով նախնական աշխատավարձերն այնքան ցածր են, որ քաղաքային իշխանությունները ստիպված են կրկին անդրադառնալ մանկապարտեզներում աշխատող անձնակազմի վարձատրության խնդրին։ Ավինյանը նշել է, որ սա համակարգային հարց է, որը պահանջում է լուրջ մոտեցում եւ լուծումներ։ Իր հերթին Լևոն Հովհաննիսյանը փոխքաղաքապետը հայտնել է, որ բյուջետային հնարավորությունների ուսումնասիրությունից հետո կներկայացվի առաջարկ կապված աշխատավարձերի բարձրացման ժամկետների եւ հնարավոր մեխանիզմների հետ։ Չի բացառվում, որ Հայաստանում արտադրված անօդաչու թռչող սարքերը առաջիկայում նախատեսվեն արտահանման։ Այս մասին հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով 2025 թվականը շրջադարձային է ռազմարդյունաբերության համար։ Տեղական ընկերությունները պետական շուրջ 172 միլիարդ դրամ պատվերների շնորհիվ մեծացնելով արտադրական հզորությունները արդեն կարողացել են դուրս գալ միջազգային շուկաներ եւ հաստատել գործընկերային կապեր։ Բոլոր քաղաքական ու տնտեսական ռիսկերը գնահատվել են եւ միայն դրանից հետո են տրվել արտահանման թույլտվությունները։ Ռազմարդյունաբերությունը լինելու է Հայաստանի Հանրապետության արտահանման կարևոր ուղղություններից մեկը, նշել է նախարարը։ Հայրապետյանը հիշեցրել է, որ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները առաջին անգամ հենց 2025 թվականին են ստացել ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա, հավելելով, որ մանրամասներ չի հրապարակում տեղեկատվության զգայուն լինելու պատճառով։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից ԱԹՍ ձեռք բերելուն, նախարարը պարզաբանել է, որ հայկական ընկերությունները այդ տեսակի սարքեր դեռ չեն արտադրում, ուստի ներմուծումը տեխնոլոգիական անհրաժեշտություն է եղել։ Բաղդադը ծայրահեղ դժգոհություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Հական Ֆիդանի մեկնաբանությունները որակելով որպես միջամտություն Իրաքի ներքին գործերին եւ դիվանագիտական նորմերի ակնհայտ խախտում։ Հարցազրույցում Ֆիդանը նշել էր, որ Իրաքի կառավարությունը պետք է դասեր քաղի Սիրիայի փորձից։ Լարվածությունը մեղմելու համար դեսպանը արդարացել է հայտնելով, որ հայտարարությունները սխալ են հասկացվել ոչ ճիշտ թարգմանության պատճառով։ Իրականում Ֆիդանը հայտարարել էր, որ քրդերը Իրաքում տարածքներ են օկուպացրել, իսկ իշխանությունները ոչ մի բան չեն կարողանում անել, ռետորական հարց ուղղելով, թե ինչ ինքնիշխան պետություն է Իրաքը, որ թույլ է տալիս Քրդստանի աշխատավորական կուսակցությանը գործել իր տարածքում։ Նա նաև խոսել էր Սինջարի եւ Քանդիլի մասին, որտեղ գտնվում են քրդերը, նշելով, որ ոչ ուշ ապագայում այդտեղ ինչ-որ բան է փոխվելու։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին կապրի, քանի դեռ շարունակում է ոչնչացնել Ուկրաինան։ Սա վերջինիս մեկնաբանությունն էր Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին արված հայտարարությունների վերաբերյալ։ Ոչինչ ասած, մեր ամենամեծ փոխզիջումն այն է, որ Պուտինը եւ նրա ընկերները բանտում չեն։ Մեր պատասխանը բավականին պարզ է։ Այս կանաչ տականքը կապրի այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում է ոչնչացնել 404-րդ երկիրը, ասել է Պաշտոնյան։ Հիշեցնենք, որ Զելենսկին հայտնել էր, որ ինքը Պուտինից երիտասարդ է եւ որ նրան քիչ ժամանակ է մնացել։ Մենք բազմաթիվ զիջումների ենք գնացել։ Ամենամեծն այն է, որ Պուտինը եւ նրա ընկերները բանտում չեն, նշել էր Զելենսկին։
ՌԴԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին, նշելով, որ Երևանը Մոսկվայի բնական դաշնակիցն է Հարավային Կովկասում եւ հարաբերությունների ռազմավարական կարգավիճակը ամրագրված է ամուր պայմանագրաիրավական բազայով։ ՌԴ-ի ու ՀՀ-ի եւ ժողովուրդների միջև ամուր կապերը մեծապես ձևավորում են հանրապետության եւ ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման հիմքը։ Նա հայտնել է, որ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումները դաշտանցնելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի եւ կանոնների պահպանումը։ Վստահ ենք, որ Երևանում գիտեն Եվրամիության անդամակցության եւ Եվրասիական տնտեսական միության անդամակցության անհամատեղելիության վերաբերյալ մեր սկզբունքային գնահատականները։ Այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումները դաշտանցնելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի ու կանոնների պահպանումը, ինչը հղի է համապատասխան հետևանքներով։ Հույս ունենք, որ հանրապետությունում կղեկավարվեն պրագմատիկ մոտեցմամբ, հայկական տնտեսության բարձր աճի տեմպերը, ցածր գնաճը, կայուն ազգային արժույթը, հայկական արտադրանքի իրացման լայն շուկան։ Այս ամենի գրավականը Ռուսաստանի հետ համագործակցությունն է եւ ԵԱՏՄ շրջանակում աշխատանքը։ ՀԱՊԿ-ը ուշադիր հետևում է Հայաստանի քայլերին, գնահատելու դրանց համապատասխանությունը կազմակերպության շրջանակում ստանձնած պարտավորություններին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նախարարի տեղակալի խոսքով ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության համատեքստում Մոսկվայի համար ամենակարևորը, ինչպես բազմիցս ընդգծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այն է, որ Երևանը մնա կազմակերպության լիիրավ անդամ։ Մենք Հայաստանին չենք թողնում դաշնակցային համագործակցությունից դուրս։ Մենք պահպանում ենք նրա հնարավորությունը միանալու կազմակերպության շրջանակներում մշակվող բոլոր որոշումներին։ Միևնույն ժամանակ, իհարկե, շարունակում ենք ուշադիր հետևել մեր գործընկերների քայլերին Արևմուտքի հետ հարաբերություններում, այդ թվում դրանց համապատասխանությանը ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած պարտավորություններին, հավելել է նա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը 3 անգամ հարձակումների է ենթարկվել։ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ վնասը ամենայն հավանականությամբ առաջացել է Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի սխալ աշխատանքի, ենթադրաբար Patriot հրթիռի ընկնելու հետևանքով։ Նախարարությունը նաև նշել է, որ 2025 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին արդեն տրամադրվել են բացատրություններ եւ արտահայտվել անկեղծ ափսոսանք դիվանագիտական ներկայացուցչության շենքին հասցված վնասի համար։ Դեպքի վայրը վերլուծվել է տեսագրություններով, որոնք ցույց են տալիս ցանկապատերի, տրանսպորտային միջոցների եւ շենքերի վնասը, ինչպես նաեւ բեկորների հետքերը։ ՌԴԱԳՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հարվածում են միայն օրինական ռազմական թիրախներին, այդ թվում Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին, եւ ծրագրում հաշվի է առնվում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների գտնվելու վայրը, որպեսզի նվազագույնի հասցվի քաղաքացիական բնակչության ռիսկը։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում փետրվարի 17-ին 18-ի գիշերը 20-ից 21-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ, փետրվարի 18-ի ուշ երեկոյան 19-ին սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում փետրվարի 16-ից երեկը 17-ին 18-ի գիշերը 20-ից 21-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ, փետրվարի 18-ի երեկոյան 19-ին առանձին շրջաններում սպասվում են ձեղումներ։ Նախալեռնային եւ հովտային շրջանում անձրևի եւ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 3-ից 6 մետր վարկյան, փետրվարի 16-ից երեկը 17-ից 19-ին առանձին շրջաններում սպասվում է նաեւ քամուշ գնացում 14-ից 17 մետր վարկյան արագությամբ։ Լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-ից 18-ին աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։